Շնորհակալ եմ Տիկին Մաթևոսյան, ձեզ լավ տրամադրություն։ Վարողի իրավունքով ես հարց կտամ Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ սպասեք։ Տիկին Մաթևոսյան, կպատմեք թե ինչպես է տեղի ունեցել այս հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը խմբակցությունում։ Հաշվի առնելով հատկապես, որ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին, եվրոպական ստանդարտներ, ժողովրդավարություն, ներքին ժողովրդավարություն, կասեք, օրինակ ոնց է դա տեղի ունեցել, խմբակցությունում եք քննարկել, Փակ գաղտնի քվեարկություն ա եղել, Նարեկ Կարապետյանն ա որոշել, Սամվել Կարապետյանն ա որոշել, դուք օրինակ մասնակցություն ունեցել եք այդ որոշման կայացմանը որպես խմբակցության անդամ, թե չեք ունեցել։ Խնդրում եմ մեզ եւ հանրությանը ներկայացրեք, թե ինչպիսի ներքին ժողովրդավարության գործընթացով է անցել թեկնածուի հաստատման process-ը։ Շնորհակալություն։ Եվ անկեղծորեն ուզում եմ ասել, որ իմ հարցի մեջ կա կոնկրետ անկեղծ հետաքրքրվածություն, չկա որևէ տրոլինգ, չկա որևէ հեգնանք եւ որևէ այլ հետին միտք։ Ինձ հետաքրքիր է եւ վստահ եմ նաեւ հանրությանն է հետաքրքիր։ Համեցեք։ Պարոն Կոնջորյան, այո, շատերին է հետաքրքրում, թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ խմբակցության ներսում բոլոր որոշումները նիստերի եւ հանդիպումների ժողովրդավար հիմունքներով են ընդունվում, բայց թե ինչպես է ընտրվել Տիկին Հովսեփյանը, ես կարծում եմ ինձնից լավ գիտեք, որ այդ հարցը տալուց եթե այդ հարցը տայք, ես մեր բոլոր գաղտնիքները ձեզ չի պատմելու խմբակցության ներսի, այնպես որ բավարարեք այս պատասխանով, շնորհակալություն։ Տիկին Մաթևոսյան, ես իհարկե խմբակցության նիստերը որպես կանոն փակ են տեղի ունենում, այդ թվում մեր խմբակցության նիստերը։ Ես չեմ ակնկալում, որ դուք ձեր փակ նիստի տվյալները հրապարակեք, բայց օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում բոլոր թեկնածությունները քննարկվել են, հետո քվեարկվել են փակ գաղտնի քվեարկությամբ, թեկնածուները ինքնաառաջադրվել են, անցել են բավականին մանրակրկիտ քննարկումների, հարց ու պատասխանի, բանավեճերի փուլով, եւ այս մարդիկ, ովքեր որ այստեղ նստած են, այն մարդիկ, ովքեր վարչության անդամ են, իրենք են մասնակցել այդ քննարկումներին եւ խմբակցության անդամներն էլ որպես խմբակցության անդամներ բնականաբար խմբակցությունում են մասնակցել։ Եվ դա բավականաչափ թափանցիկ է եւ համաձայն եք, որ որպես խորհրդարանական ուժեր դուք առավել եւս որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, որը որ հավակնում է Հայաստանի Հանրապետությունում փոխարինել քաղաքացիական պայմանագրին եւ հավակնում է իշխանություն կազմել, հանրությունը պիտի նաեւ տեղեկանա ձեր ներքին ժողովրդավարության գործընթացների մասին, այնպես որ խնդրում եմ այնուամենայնիվ առանց ձեր փակ նիստի գաղտնիքները հրապարակելու, ասեք, ինչպես է տեղի ունեցել թեկնածուի ընտրության process-ը, ինչ Պարոն Կարապետյան, ձեզ չեմ կարող ձայն տալ, դուք չեք կարող ցավոք սրտի հուշել, շպարգալկաներ չեք կարող փոխանցել Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Պարոն Կոնջորյան, եւս մեկ անգամ նշեմ, ձեզ էլ վստահեցնեմ, որ բոլոր ընտրությունները տեղ են ունեցել ժողովրդավարության բոլոր ստանդարտներին եւ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տիկին Մաթևոսյան, շնորհակալություն, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, այնուամենայնիվ արձանագրենք, որ դուք չպատասխանեցիք հարցին։ Այժմ հարգելի գործընկերներ, մի կազմակերպչական հարց։ Տիկին Հովսեփյան, պարոն Կարապետյան, այժմ պետք է Տիկին Հովսեփյանը հանդես գա իր հիմնական